Բարև ձեզ, հարգելի ընկերներ, գործընկերներ, գաղափարակիցներ, գնալով այդ մարդկանց շրջանակը շատ մեծանում է։ Երեք ես ու Էդգար Ղազարյանը Ամիրյան փողոցով մի քիչ հանդիպման էինք, մի քիչ քայլելով գնում էինք, անընդհատ մեզ մոտենում էին տարբեր մարդիկ, ողջունում էին, իրենց աջակցությունն էին հայտնում, պատրաստակամություն ինչ-որ բանով օգնելու, ընդ որում նաև մեզ այս վերջերս երկու մաս կա, որ անընդհատ մեզ ասում են, առաջինը մեզ անընդհատ հարցնում են, թե երբ ենք փողոց դուրս գալու, Ժողովուրդ ջան, ես մի հատ գրառում արդեն արել էի, էլի ասեմ, այդ հարցին պատասխանեմ, այս պահին, այս փուլում, impeachment-ի գործընթացի այս փուլում, փողոցի կարիք բացարձակապես գոյություն չունի, այսինքն մարդկանց փողոց կանչելու իմաստ չկա, որովհետև բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, մենք մեր ուժերով, ես Էդգար Ղազարյանը դա իրականացնում ենք, դուք դա տեսնում եք ձեր YouTube-ներում, ձեր էկրանների վրա, դուք շարունակեք ժողովուրդ ջան հետևել, այս պահին փողոցի կոչ անելու, փողոց դուրս գալու բացարձակապես որևիցե անհրաժեշտություն գոյություն չունի, իսկ առանց անհրաժեշտության ուղղակի մենք մեր փառասիրությունը բավարարելու համար, որտեղ լիքը մարդ եկել է մեզ աջակցում, անիմաստ ենք համարում, մարդկանց իրանց գործերից կտրենք, իրանց հոգսերից կտրենք, կանչենք ինչ-որ փողոց ու մենք այս նույնը ինչը որ ես ձեզ հիմա լայվով ասում եմ, այդ նույնը տենց կանգնեմ փողոցում ելույթ ունենամ մարդկանց առաջ, դրա իմաստը մենք չենք տեսնում, Աստված տա մենք հասնենք քայլ առ քայլ փողոցի արդեն փուլին, այդ ժամանակ կլինի կոնկրետ փողոց, կոնկրետ անելիքներով, կոնկրետ կոչ, այսինքն դուք անելիք կունենաք փողոցում եւ մենք ձեզ այդ ժամանակ կհրավիրենք, ովքեր որ ցանկություն կունենան իրանց անմիջական ներկայությամբ աջակցել այս գործընթացին եւ այդ փուլը կհասնի, երբ որ արդեն բան կանի դուրս կգա արդեն նախաձեռնության շրջանակներից։ Հիմա, այսպես ասած, բյուրոկրատական թղթաբանական այդ պրոցեսն է, որը փորձում ենք անկեղծ ասած շատ մեծ դժվարությամբ փորձում ենք քայլ առ քայլ հաղթահարել։ Այս բարակայում մեզ, այսինքն փողոց դուրս գանք, որ ինչ անենք, որ մեր ընդդիմադիր պատգամավորներին ասենք, որ sense կողին պետք է հանեք կամ չգիտեմ, ինչ այս փուլում չեմ տեսնում որովհետեւ բան։ Երկրորդը մեզ անընդհատ հատկապես վերջերս անընդհատ ասում են, այցելում են մարդիկ, գալիս են ասում են, ձեզ ոնց կարող ենք նյութապես, ֆինանսապես օգնել, դրա կարիքը եւս չկա, գոյություն չունի դրա կարիքը, որովհետեւ մենք ոչ մի ծախսատար գործունեություն այս պահին չենք անում։ Նախ իմաստ չկա ինչի համար մենք մարդկանց դրամահավաք անենք, կարծում եմ այդ փուլը եւս կգա, երբ որ արդեն հասնենք այն քայլին, երբ որ պետք է ինչ-որ բաներ արվի, ներառականություն անպայման մարդկանց կապահովենք, երբ որ կարիք կլինի ինչ-որ մի բանի, որը մեր հնարավորություններից դուրս է, այդ դեպքում կդիմենք, բայց այս պահին նման բան չկա։ Իդեպ այդ առումով ասեմ, որ նաև լիքը մարդիկ կան, ովքեր մեր համակիրներից, ովքեր ինչ-որ նվերներ, օգտակար նվերներ են մեզ տալ, մեզ ուղարկում, բերում, սիգարների մասին չասեմ, բավական շատ հաճախ ստանում եմ սիգարներ, ինչի համար շնորհակալ եմ, ամաչում եմ հրաժարվեմ այդ սիգարներից, որովհետև մարդիկ սրտանց ինչ-որ բան են ուզում անեն։ Մեզ այս պահի դրությամբ նվիրել են սուրճի ապարատ, շնորհակալություն նվիրողին, նպատակը այն է, որ երբ որ մենք հավաքվում ենք, այստեղ այդ լավ նորմալ սուրճով քննարկումներ անենք, այս կրծքիս միկրոֆոնը տեսնում եք, առաջին անգամ սրանով եմ մտնում եթեր, խնդրում եմ նաև ձեր մեկնաբանությունը գրեք լավ ոնց է զվուկը, այս միկրոֆոնը եւս մեր
համակիներից, մեր գաղափարակիցներից գոռը վերեց, նվիրեց, շնորհակալություն Գորջան, շատ շնորհակալ ենք նվերի համար, բայց անկեղծ եմ ասում, ոչ մի բանի կարիք չկա, այսինքն մենք այն հին միկրոֆոնով էլ էինք այդ պրոցեսները անում, ուղղակի մեր համակիրը որոշեց, որ զվուկը պետք է ավելի լավ լինի, տենց վերեց այս միկրոֆոնը մեզ նվիրեց։ Շատ շնորհակալություն դրա համար, կրկնում եմ, որևէ նյութական աջակցության կարիք մենք ընդհանրապես չունենք, այս պահին, որտեղ իրականում հələ չենք տեղից, այն հուլի չենք հասել, որ ինչ-որ միջոցառումներ կազմակերպենք, որի համար ֆինանսներ պետք լինի, որ պետք լինի, կասենք, չենք ամաչում, անկեղծ եմ ասում, որտեղ սա համարում ենք մեր բոլորիս հարցը, այսինքն իմիջ չգտունց ես իմ կամ Էդգար Ղազարյանի ինչ-որ անձնական հարցերն է այս թեմայով այս շրջանակում բարձրացրել, բոլորիս հարցն է, պարզ է, թե կարիք լինի, կասենք, այս պահին կրկնում եմ, չկա անհրաժեշտություն այս փուլում փողոց դուրս գալու, անիմաստ փողոց դուրս գալու, որտեղ եթե դուրս գանք կլինի անիմաստ։ Չկա անհրաժեշտություն որևէ կերպով ֆինանսական մեզ աջակցության, չկա ժողովուրդ ջան, որ ելներ կասենք, չենք ամաչում։ Սա որպես նախաբան։ Խնդրում եմ անպայման գրեք էլի զվուկը ոնց է, որպես իմանամ, որ տենց անկապ չեմ խոսում էլի, լսվում է, ես իհարկե չեմ տեսնում այդ ինձ ասեք։ Ուրեմն իմ կողմից շատ հարգելի պատգամավոր, նախ ես տենց ինչ-որ բան եղավ տպավորություն ստեղծել անիմ տենց ինչ-որ մարդիկ ուրախացել են, որ պատգամավորների նկատմամբ տենց ոտնձգություններ ա լինում, ես ընդդիմադիր բոլոր պատգամավորներին եւ հատկապես պատգամավորուհիներին համարում եմ իմ հարազատները, Քրիստինե Վարդանյանի համարում եմ իմ քույրը, ասենց ասեմ ձեզ, իմ համար բացարձակ տարբերություն չկա, իմ հարազատ քույրը կլիներ այդ ժամանակ ազգային ժողովում, թե Քրիստինե Վարդանյանը, հետեւաբար իմ պատասխանի մեջ չկա թշնամանք, չկա վիրավորելու որևիցե միտում, իմ պատասխանի մեջ կա զուտ չոր ճշմարտություն, մոտավորապես ես եթեր մտնելուց առաջ ինքս իմ մեջ մտածեցի, թե ես ոնց կպատասխանեի իմ հարազատ քրոջը, եթե ինքը լիներ նույն իրավիճակում ու հավատացնում եմ նույն բառացի նույն պատասխանը հիմա տալու եմ Քրիստինե Վարդանյանին, ընդ որում ասեմ ձեզ, ես սովորաբար իմ հարազատների նկատմամբ շատ ավելի պահանջկոտ եմ եւ կարող եմ միգուցե եթե իմ հարազատ քուրը լիներ, կարող ավելի կոշտ պատասխանել իրան, քան հիմա պատասխանում եմ Քրիստինե Վարդանյանին, ընդհանրապես ոչ կոշտ չեմ պատասխանում, հա։ Քրիստինե ինչ է տեղի ունեցել, ուզում եմ ձեզ բացատրեմ սիտուացիան, որպեսզի հասկանաք։ Հերթական քառօրյայի չորեքշաբթի օրը տեղի ունենում կառավարության հարց ու պատասխանի նիստը, այսինքն նիստ, ազգային ժողովի նիստ, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով, որտեղ պատգամավորները, բոլոր պատգամավորները նստած հարցեր են տալիս կառավարությանը, կառավարությունը պատասխանում է։ Ու այս քառօրյայի այս նիստի ժամանակ, այս նիստին նախորդել էր իհարկե որոշակի իրադարձություններ, որ հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանի անձը երկրորդական պլան էր մղվել, մենք զբաղված էինք իմպիչմենտի բոլոր ամբողջ քաղաքական դաշտով, զբաղված էինք իմպիչմենտի քննարկմամբ, ինչ որ մի խումբ ընդհանրենք անդադ հարցեր տալիս մեր դա Մալյանը տականք է, իմպիչմենտ չի լինելու, ինչ որ մի խումբ միանում էր, ստորագրություններ տալի, սենց ուզում ասեմ, ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը 5-րդ պլան էր ընկել։ Իր վիդեոները չէին նայում, լայքեր չէր ունենում, ինքը ոչ մի բան տենց ընկել էր արդեն իր վյուերն ու բաները ընկել էր, քաղաքական օրակարգը արդեն իր առանցքի շուրջ չէր, եւ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը հերթական քառօրյայի ժամանակ այդ խնդիրը փորձեց լուծի անիմաստ հիստերիկայով, անիմաստ, որից է դա հիմք եւ իմաստ չուներ։ Ինչ տեղի ունեցավ հետեւյալը, պատգամավոր Աննա Գրիգորյանը շատ լավ եւ օբյեկտիվ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ այդ կոռուպցիայի հետ կապված կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ընկավ հիստերիկայի մեջ, սկսեց իրան պատեպատ տալ, գոռալ, ճվալ, այնտեղ Սեյրան Օհանյանը եկավ տենց, այդ հիշում ենք ախալքալակցու հարսանիքի այդ բանը էլի լրիվ մուդը, Սեյրան ասաց եկավ եմ, որ ինչ ա եղել, բան, ասին հոփել է, բան, բռնեք, թողեք, ախպեր սպասեք, էլ է, սենց բան եղավ։
դա մի քիչ դժվար է ծայց կրտուկ անվանել, դա մի քիչ դժվար է քֆրտոց անվանել, դա չգիտեմ ինչ է, անդուր միջավայր է, որը ազգային ժողովում մենք ականատես ենք լինում համարյա բոլոր քառօրյաների չորեքշաբթի օրը ժամը 17:00-ից սկսած, այսինքն ընդդիմությունը ինչ-որ բան է ասում, Նիկոլ Փաշինյանը շատ հիստերիկի նման հարձակվում է ընդդիմության վրա, այդ թվում նաև ին վրա, որտեղ այդ ընդդիմադիրները նաև ինձ են ներկայացնում, այսինքն ոչ մի տարբերություն, ջոգողություն, բան չկա, այնպես չէ, որ ենթադրենք Քրիստինե Վարդանյանի ինչ-որ մի հատ քպական վատ բան ասում, դա ասում է Քրիստինե Վարդանյանը, ինձ ասում, ես իմ падգամավորն է Քրիստինե Վարդանյանը, ես բոլոր առումներով եմ համարում իմ падգամավորը, թե պահանջների առումով, երբ որ գնում եմ Քրիստինե Վարդանյանից ինչ-որ որպես իմ падգամավոր բան եմ պահանջում, եւ նաև համարում եմ իմ падգամավոր, եթե այդ падգամավորի նկատմամբ տեղի ունենում ոտնձգություն, պիտի ոնց որ իմ նկատմամբ տեղի ունենա ոտնձգություն, իմ կարծիքով բոլոր adekvat մարդիկ անկախ նրանից, կստացի այդ падգամավորին ոնց են վերաբերվում, լավ, վատ, չգիտեմ, բայց որտեղ տարբեր մոտեցումներ կա, հա, բայց ոտնձգությունը ընդդիմադիր падգամավորի նկատմամբ ըստ էության ոտնձգությունը ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլորի, հատկապես բոլորի նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ դա ոտնձգություն է իրականում ամբողջ ժողովրդի նկատմամբ, որովհետև ցանկացած падգամավոր ամբողջ ժողովրդին է ներկայացնում ազգային ժողովում։ Ուզում եմ նաև այդ առումով արդարության մասը պահպանենք։ Որից հետո արդեն քանի որ այս հարցակումները, չորեքշաբթի օրյա հարցակումները, իրանք արդեն սկսել են բավական բարբերական բնույթ կրել, այդ հիստերիկությունները իրանք շատ միանման են, թե այդ կռվի, այդ գզվրտոցի, այդ չգիտեմ ինչի, այդ բնոցի, այդ սցենարը նույնն է, միշտ ինչ-որ падգամավորի կողմից հարց, իշխանական ներկայացուցիչի կողմից հարձակում, ինչ-որ իրար սենց Արիստելը ասեն, բան շո բաժանել, կանայք ընկնել մեջտեղ, վայ աման, չէ, բան, որ միլիցիա, այսպես վիճակներ, երբեմն նաև ախրանիկների միջամտություն, սենց բանել ենք տես։ Այդ սա նույնն է, նույն, արդեն 4 տարի է նույն ամեն ինչը տեղի ունենում։ Հետևաբար արդեն հանրության մոտ որոշակի վերաբերմունք է փոխվել եւ նաեւ որոշակի վերաբերմունք է ձևավորվել այդ ամեն ինչի նկատմամբ։ Քրիստինե ջան, բացատրեմ քեզ։ Ինչով էր պայմանավորված այս վերջի ես բնոցու նմանատիպ արձագանքը։ Հա, այդ խփոցից հետո չորեքշաբթի օրը հանրությունը սկսեց մեղադրել ընդդիմադիր падգամավորներին, տարակուսելով, որ ախպեր խիկ գնացել է, տենց խիկ անընդհատ ամեն չորեքշաբթի օրը գնում, եթե իմաստը որն է գնալ ընդեք հարցերը տալ, հա, կամ չգիտեմ ինչ-որ մտնել պոլեմիկայի մեջ իշխանության հետ, հետո իշխանությունը վրա տա, հետո դուք ցենց ինչ-որ ձեր դիրքերով հետ քաշվեք ու տենց խրոխտ բաներ գրեք, որ ցիպը մենք իրան հանեցինք կոմֆորտ զոնայից, մոտապես տենց բաներ ներկայացնում է, որ ցիպը մեր ընդդիմադիր падգամավորները Նիկոլին հանեցին կոմֆորտ զոնայից, նա հիստերիկացավ։ Հավատացնում եմ ձեզ ամբողջ հանրությունը, то есть լավ, ինձ ասել են ամբողջ հանրության անունից չխոսած, դիտողություն են արել, ես էլ ընդունել եմ, հանրության մի մեծ հատվածը, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ լսել է տելևիզորով, ինքը հստակ գիտի, որ ինի հիստերիկա։ Այսինքն նոր բան մենք այդպես ինչ-որ չիմացանք։ Մենք նաև գիտենք, որ իրանք ընդունակ են հարձակվեն հակառակ կարծիք ունեցողների վրա։ Այդ առումով էլ նոր բան չիմացանք։ Եվ այդ հանրությունը արձագանքեց դրան այտենց, որ ցիպը խիեք ախպեր գնում, կայֆը որն է, խիեք հաճույք եք ստանում ախպեր։ Իմպիչմենտ արեք։ Մոտապես sense հիմա նաև այդ իմպիչմենտի քաղաքական օրակարգը կա, որը չկար առաջ։ Առաջ չկար այլ ընտրանք դրան, առաջ պետք էր просто ասում էին դե լավ, դե ինչ անեն այդ մարդիկ։ Մի այնտեղ դες բոյ են տալի։ Հիմա քանի որ կա օրակարգ, ինչ անելու։ Մի քիչ էդի ուրիշ ձև սկսեց նայվել եւ դրան ի պատասխան Քրիստինե Վարդանյանը դրեց մի հատ տեքստ, որտեղ նկարագրեց ընդդիմադիր падգամավորի ծանր առօրյան զրկանքները, որի ընդդիմադիր падգամավորը կրում է եւ ասեց ինչ է առաջարկում, թողենք գնանք, լքենք այդ տարածքը, թե մնանք շարունակենք կռիվ տալ եւ թեկուզ մեր վրա հարձակվեն, բայց մենք տենց մնանք։ Ինչ անենք։
ինքը հարցնում է հանրությանը։ Հիմա պատասխանում եմ, քանի որ դա լայքել էին նաև ընդդիմադիր այլ падգամավորներ այդ գրառ այդ հարցը ինչ անենք, ժողովուրդ ջան, մեզ հարցնում են ընդդիմադիր падգամավորներ, ասում են ինչ անենք։ Եկեք բոլորով, այսինքն այս լայվ նայողներով մտածենք, ինչ կարան անեն ընդդիմադիր падգամավորները։ Ուրեմն, եթե կարճ պատասխանեմ, ապա ընդդիմադիր падգամավորները այնտեղ մի անելիք ունեն ընդհանրապես, դա իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Ուրիշ անելիք պրոստը չունեն։ Ընդդիմադիրի մանդատից բխող որևէ այլ գործընթաց չկա, որը իրանք պետք է անեն, ու մենք դա ակնթարթ գոյություն չունի այստեղ։ Այսինքն իրանք կարան շատ բան անեն ընդ որում, հարցը դա չի, բայց եթե այդ մանդատից բխող որևէ բան են ուզում անեն, դա միակ բանը, որ կարան անեն, դա իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելն է։ Ինչը մենք իրանք չարեցին 4 տարի, հիմա մենք փորձում ենք դա իրանց օգնել, որ իրանք սկսեն նախաձեռնել, բայց մենք լուրջ դիմադրության ենք հանդիպում այս պահի դրությամբ ժողովուրդ ջան, ընդդիմադիր որոշ հատվածների, որոշ անհատների կողմից, որովհետև այս պահի դրությամբ հələ որ շուրջ 3 շաբաթ է այս ամեն ինչը նու ապրիլի 28-ից հաշվենք 10 օր այսօր լրացել արդեն այդ մեր տված ժամանակը, բայց այս 10 օրվա ընթացքում մենք հələ չենք հասել ԿՊ-ականների տուն, մենք հələ չենք եկել, հələ չենք մենք ԿՊ-ականների հետ ոչ մի գործընթաց չենք արել, մենք հələ հանդիպում ենք մեր ընդդիմադիրների դիմադրություններին, այդ դիմադրությունները փորձում ենք հաղթահարելով առաջ գնալ, այսինքն եթե Քրիստինե ջան, դու այն միակ բանը, որ պետք է անես, չես անում դաշ ինչ ուզում ես արած ճաշակի, հարազատ ջան, եթե քո ճաշակի մեջ, քո պատկերացումների մեջ, քո բանի մեջ, էս է այն գործ անելը, արա, դա ով է բան ասել, ոչ մի ես, ով կարա քեզ ասի դու քեզ ոնց պահես, ոնց հագնվես, ընդհանրենք ոնց հաց ուտես, ոնց գնաս քո աշխատավայր եւ աշխատելու փոխարեն, եթե չես որոշես չաշխատես, աշխատելու փոխարեն ինչ անեսը, արդեն մի քիչ ճաշակի հարց է, էլի։ Մենք չենք կարա տեղ օգնենք, մենք չենք կարա ասենք, թե գործի տեղը չաշխատելու փոխարեն դուք ինչ անեք։ Աշխատելուն եթե գաք, կարանք ասենք ախպեր, այս գործը եկեք կպնենք անենք, որը մենք ասում ենք իմպիչմենտ, ինչը կստացի դուք պետք է նախաձեռնեիք։ Հա, ես չասեցի այս վիդեոյի մեջ։ Առաջինը նախաձեռն խոսել է իմպիչմենտի մասին Իշխան Սաղաթելյանը Հայաստան խմբակցությունից, դե անդադ շեշտվում է։ Կներեք ում է պետք, եթե ինքը առաջինը խոսել է 3 տարի առաջ ու մինչև հիմա չի ոչ մի բան չի արվել։ 3 տարի առաջ խոսել եք, լավ եք արել։ Առաջնայնությունը չենք վիճարկում, որտեղ էլ անդադ դի լուրջ բան եք անում, էլի։ Հիմա նայեք, հարգելի ընդդիմադիր падգամավորներ, խնդիրը այն չի, որ ձեզ ծեծում են։ Մենք տեսնում ենք, մենք գիտենք, որ այս իշխանությունը ընդունակ է ամեն ինչի, մենք չենք ողջունում ծեծը, ավելին, կրկնում եմ, ցանկացած նորմալ մարդ, այդ ծեծը վերագրում է իրեն, այսինքն այդ խփոցիները, այդ քֆուրները կամ չգիտեմ ինչ է եղել, ոնց որ ես ընդդիմադիր մարդ եմ, ոնց որ ինձ քֆուր տան։ Ես չեմ ինչն է տարբերությունը, այդ եմ ուզում հասկանամ, ոչ մի, ես տենց եմ ընդունում դա։ Խնդիրը այդ չի, որ ձեզ ծեծում են, մենք ասում ենք, արա, ծեծում են, եթե մենք ուզենայինք, որ մեր պատկերացումները լիներ, որ ընդդիմադիր падգամավորները պետք է գնային ազգային ժողով ու սպարինգով կրեին իշխանականներին, իրենցից թվապես շատ իշխանականներին, ապա այդ դեպքում մենք չենք ընտրի փոքրամարմին Քրիստինե Վարդանյանին падգամավոր։ Մենք կընտրեինք Գոր Վարդանյանին, падգամավոր, պատվիրակենք, մեր падգամը իրան կտնենք, կգնար սաղին ընդեր են, որ կինոների մեջ տալի խփում սպանում գցում գետին այդ կաներ։ Մենք ձեզ չենք գործ ուղղել, որ ընդեր դուք սպարինգի մեջ մտնեք, ժողովուրդ ջան, դա եմ ուզում ասեմ։ Բացարձակ չի եղել մեր ձեր նախընտրական ծրագրի մեջ չի եղել, մեր պատկերացումների մեջ չի եղել, որ դուք գնալու եք այնտեղ ԿՊ-ականներից ինչ-որ մեկին կամ մի քանիսին կամ բոլորին տպեք։ Հիմա էլ նայում եք ասում եք, չեն կարող տպեն ախպեր։ Չէ, ժողովուրդ ջան, այտենց ցանկություն չենք ունեցել մենք, որովհետև դուք մեզ ասել եք կրելու ենք։
Չնայած երևի կարող է այն բանի Մուհամեդ Ալի այն պլակատով եք դուք մտեմ ենք երևի այդ ակնարկը հասկանանք որ գրելու ինքը դուք այդտենց փոցիով եք բանանում պատկերացնում երևի չգիտեմ բայց մենք դες չենք պատկերացնում մենք պատկերացնում ենք որ դուք կհավաքեք բան եք պատրաստ եք տեսնում եք այդ հնարավորությունը ոնց որ դուք եք սիրում իմպիչմենտի մասին ասել երաշխավորված է լուրջ հաշվարկների արդյունքա ձեր այդ կարելու ենք կարգախոսը մենք հավատացինք ձեզ մտածեցինք որ հավաքեք այդքան ձեն եւ իշխանապողություն տեղի կունենա չեղավ պարզվեց այդ ձեր այդ կարելու ենք այդքան էլ հաշվարկված չէր այդքան էլ երաշխավորված չէր այդքան էլ լուրջ չէր եկաք հասակ ազգային ժողով արդեն ասացիք չէ կվերցնենք մանդատները մենք կօգտագործենք խորհրդարանական բոլոր գործիքները որ իշխանապողություն անենք շատ լավ այդտեղ մի հատ տապալվեցիք երկրորդը արեցիք խորհրդարանական մի հատ գործիք կա հարգելի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանից ազատվելու մի հատիկ գործիք կա դա իմպիչմենտն է դուք որ ասացիք մենք կօգտագործենք խորհրդարանական բոլոր գործիքները Նիկոլ Փաշինյանին հերացնելու համար նպատակով մենք էլի ձեզ հավատացինք ասենք լավ երևի իմպիչմենտ են մտածում անեն երևի այս մի տարին քանի Նիկոլ Փաշինյանը ընտրությունից հետո չեն կարող իմպիչմենտ անենք իրանք sense ուժերը կհավաքեն գեներալներ ուժերի կուտակում կանեն մի տարուց հետո կմտնեն ու այն կրելը որ չստացվեց մի տար առաջ հիմա կստացվի բայց մենք ինչ ականատես եղանք մինչև հիմա ընդդիմադիր պատգամավորները խուսափում են իրանց պարլամենտական միակ գործիքը կիրառելուց իմպիչմենտից նախաձեռնությունից իմպիչմենտի փոխարենը մեզ զբաղացնում են չորեքշաբթի օրվա սպարինգներով ու հետո մեզ ասպեր ախպեր ինչ անենք մեզ տպում են մենք լքենք չէ մի լքեք Քրիստիկ ջան մի լքեք Հարազատ ջան մի լքի ազգային ժողովի ես չեմ ասում ընդ մեկն է մտե գրելա բանը ով որ ձեզ ասում է տիպը ով որ քննադատում է այս գործելը ոչ ուզում է ինքը դառնա պատգամավորելու չեք ասում ասենք ոնց պետք է ես դառնամ պատգամավոր ոնց է կտակելու եք այդ մանդատը ինձ բայց հետո ուզում եմ բայց իհարկե չեմ ուզում ես դժը 26-ին եթե հասավ որպես ընտրող չեմ մասնակցելու ձեզ մի բանից ասում եմ ոչ թե տեխնացություն չեմ դնելու ես որպես ընտրող հնարավոր է այլևս չմասնակցեմ որից է գործընթացի ու մնաց ինձ մանդատ հետաքրքիր կամ ինչ-որ մեկի դուք վերցել եք մանդատը գնացել եք լավ եք արել ընդ որում ինչ անում եք լավ եք անում այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում չեմ ասում ասենք Գառնիկ Դանելյանը այդ սպարինգ երբ որ խփոցի գնում ասենք հա դրանից հետո գնում քպական պատգամավորների հետ գեղեցիկ միջոցառումների մասնակցում, որի մասին անդադար չեմ ասում, դա լավ եք անում։ Դա չեք հարմար գտնում, դա ինչ-որ ստրատեգիայի մի հատ մաս է, օքեյ, ինձ մի էլ բացատրեք, ես դեմից ասում եմ լավ եք անում, բայց այդ լավ անելուն զուգահեռ այդ որ ասում ենք աշխատավարձ, մանդատ ունենալ, չգիտեմ, պատավատ, պայեստ, այդ սաղին զուգահեռ գոնե մի բան արեք։ Այդ մի բանը անեք, թեկուզ նաև այդ անեք ու չհաջողվի, անեք ու բան, այդ մնացած մասը ձեզ հալալ լինի, ժողովուրդ ջան, հալալ լինի, դա դաժե կարելի է զա վրեդնս ձեզ տալ, այսինքն այնքան վրեդնի տեղ եք աշխատում, որ ես դաժե ուրախ կլինեմ, որովհետեւ ձեր աշխատավարձը երրապատկվի, ձեր պայսկեքը քառապատկվի, չգիտեմ, ձեր հաճելի միջոցառումները խփոցիներից, մյուս բաներից ավելի շատ լինի դրան մենք դեմ չենք, որ մենք նախանց դեմքեր չենք ասում ախպերխի են իրանք պետության հաշվին գնում Շվեդիա, ասենք օրինակ, իսկ մենք չէ, դա չի, պետք է շատ բան է, էլի, խոցելի արդարացում ասել ձեզ։ Առաջի 10 անգամը երբ ձեզ ծեծում էին, հարգելի Քրիստինե Վարդանյան, ձեզ կոնկրետ ձեզ նկատի չունեմ, ընդդիմությանը նկատի ունեմ, հրապարակային ազգային ժողովը տպում էին, դա վրդովեցուցիչ էր։ Դա ասած եմ որ շոկ էր ախպեր, բա ասենք հելել են եթերի վրա հոփ լարաբաց սպաներ են անում։ Բորենիների, շակալների նման, հա, եւ առաջի 10 անգամը դա վրդովացնում էր մեզ։ Մենք շոկի մեջ էինք, բայց 15-րդ անգամից սկսեցինք սովորել։ Ինչ որ պահից արդեն իշխանական պատգամավորներն սկսեցին սովորել այդ, հա լավ, չորեքշաբթի ախպեր, խփոցը օրնա դեմքով են գալի։ Ինչ որ պահից Նիկոլ Փաշինյանը սկսեց դրանից իր քաղաքական օգուտները քաղել։
ինքը հրահարել խփոցիներ ընդ երբ որ մի քիչ ուշանում էր խփոցիները ինչ որ պահից ոնց հասկանում եմ արդեն դուք եք լրիվ հարմարվել եք որ ձեզ պետք է բան անեն անդադ անարգանքի սյունին գամեն հրապարակային դա դուք անվանում եք Նիկոլ Փաշինյանին կոմֆորտ զոնայից դուրս բերելը դու մենք կոմֆորտ զոնայից Նիկոլ Փաշինյանին դուրս ենք բերում լուրջ եք ասում ապրեք ինչ ասում մենք ձեզ ընտրել ենք պատգամավոր ենք մեր մեջից ընտրել ուղարկել ազգային ժողովուրդ դուք Նիկոլ Փաշինյանին կոմֆորտ զոնայից դուրս բերեք տենց խոստում ա եղել ձեր նախընտրական ծրագրի մեջ որ դուք գնում եք ԱԺ որ Նիկոլ Փաշինյանին կոմֆորտ զոնայից դուրս բերեք հիմա արդեն հասել ենք այն վիճակի որ ԱԺ-ում ձեր դեմ այսինքն մեր դեմ մեր բոլորիս դեմ այդ հարձակումները դուք ներկայացնում եք որպես անդիմադիր գործունեություն մեզ ուզում եք սղծնեք յանի մեծ անդիմադիր գործունեություն ժողովուրդ մեզ ուզում եք կուտակ խափեք պարզ ասեմ Քրիստինե ջան որ անդիմադիր գործունեությունը դա հենց այն է ինչ դուք անում եք ոչ Քրիստինե ջան այդ արթուն ենք որ ասել ենք որ հենց այնպես չենք ասել չարենք արթուն ենք մենք մեզ չկրակ քնցնեք չեք կարա Այն ինչ դուք անում եք ազգային ժողովում որևէ կապ չունի ընդդիմադիր գործունեության, պատգամավորի ընդդիմադիր գործունեության հետ։ Պատգամավորը, ընդդիմադիր պատգամավորը ունի մեկ գործողություն, մեկ հնարավորություն, մեկ գործիք ցույց տալու, որ ինքը ընդդիմադիր է։ Դա բոլոր հիմքերն էլ դրական, իրավական, քաղաքական, բոլոր հիմքերը կան, այնպես որ մենք Պրոստը տես Նիկոլի քիթը դուրներես չի գալի կամ վրից հոտա գալի, տես դրա համար ենք ասում մենք եք փոխենք Նիկոլին, չէ, դրա հիմքերն էլ կան։ Դա իմպիչմենտն է։ Քրիստինե ջան, եթե հարցում ես ինչ անեմ, ես քեզ պատասխանում եմ։ Կարճ։ Նախաձեռնեք իմպիչմենտի գործընթաց։ Իսկ հիմա ավելի մի քիչ մանրամասն։ Ես հասկանում եմ, որ դա լուրջ դիմադրության է հանդիպում, հատկապես որոշ ընդդիմադիր շրջանակներում, որոշ ընդդիմադիր գործիչների համար, իրանց համար, կոնկրետ պրոբլեմա է իմպիչմենտը, այսինքն պրոբլեմը հետևյալն է, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանում է իմպիչմենտով, ընդդիմադիր մեծ հատված կա, որ ինքն էլ է թոշակի գնում է դրանից հետո, եւ այդ մարդիկ էլ կպել են չեն ուզում իմպիչմենտը եւ չեն ուզում իրան քաղաքական դաշտից կորեն եւ ձեր նման երիտասարդ եւ հայրենասեր իրական ընդդիմադիր պատգամավորներին ստիպում են որ դուք փոխանակ գործով զբաղվեք ինչ-որ երեսին ինչերով տեղ չորեք շաբթօրը գնաք ձեզ ինչ-որ բշտեն դուք էլ այդ փորձեք խափելով ներկայացնել բայց դա իբրև այդպես ընդդիմադիր գործունեությունն է հենց այնա ինչ որ մենք ձեզնից սպասում ենք հարցեր հենա լրագրողներն են տալի Նիկոլին որ ասում եք նայելով նրա աչքերի մեջ հարցեր ենք տալի ինչ-որ sense այդ արչի անեկդոտը չհիշացնեմ էլի որ որսորդը անդադ գնում է արչի աչքերի մեջ նայելով ինչ-որ բաներ է փորձում անի ինչա ստացվում իր մոտ վերջում պարզվում է այդքան էլ որսորդ չէր այդ որսորդը Ես չեմ ուզում վերջում արձանագրեմ, որ դուք այդքան էլ ընդդիմադիր չէիք, չեմ ուզում, որտեղ անկեղծ չեմ մտածում, չեմ կասկածում, որ դուք հայրենասեր եք, որ դուք ընդդիմադիր եք, բայց դա հələ որ մենակ զգայական մակարդակի վրա է։ Դա բան չի, իր փաստացի առարկայական բանը չի ստացել, դրսևորումը չի ստացել, դա մենակ մի ձև կարա ստանա։ Եթե նախաձեռնեք իմպիչմենտի գործընթաց։ Եթե տարբեր պատճառաբանություններով այդ գործընթացից խուսափեք, ապա ինչ ուզում եք դրա փոխարեն արեք։ Լյուբոյ բան։ Ոչ մի բան չի փոխարինի ձեր բուն աշխատանքին, ինչի համար դուք անկեղծ ասած աշխատավարձ եք ստանում, նաև մեր բոլորից։ Ես ինչու եմ անդրադառնում, հա, այդ դատարկ բանն էլ ասեմ, թիրախավորում է, էս եք անում, բան, տես որ նեղացած կեցվածք են ընդունում որոշ պատգամավորներ, ովքեր փորձում են իրանց անգործությունը քողարկեն, յանի նեղացած են, տենց այ միշտ չեմ խոսում,
այս բաներ են անում։ Ձեր ցավը տանեմ, ոչ մեկին չի թիրախավորում եւ չի թիրախավորել падգամավորների մասին է խոսքը։ Բացարձակ ոչ մի падգամավորի ես ոչ թիրախավորել եմ, ոչ էլ պատրաստում թիրախավորեմ, ինձ չի սա պետք։ Ինչ գործ ունեմ ես вообще ինչ-որ մեկին թիրախավորեմ։ Ես պատասխանում եմ այդ падգամավորների հրապարակային հայտարարություններին, հարցազրույցներին, հրապարակային խոսքին գրառում։ Հրապարակային ինչ որ հրապարակային է։ Ոչ հրապարակային մասի հետ ես բացարձակապես գործ չունեմ։ Հիմա Քրիստինե Վարդանյանը դա հրապարակային գրել է, ես իրան պատասխանում եմ։ Հայաստան խմբակցությունը հրապարակային հայտարարություն է ներկայացրել, ես դրան իմ վերաբերմունքը արտահայտել եմ։ Պատիվ ունեմ հրապարակային հայտարարություն է ներկայացրել, ես դրան պատասխանում եմ։ Հրապարակային Ժորժ ջան, այսինքն ձեր մասով ես ռեակցիոն եմ, այսինքն դուք ասում եք ինչ-որ բան եւ ստանում եք այդ բանի նկատմամբ, ձեր ասացի նկատմամբ իմ հրապարակային վերաբերմունքը։ Ես չեմ գալի մտնում ձեր տները, բաներ ձեր հետ քննարկում, հետո կամ լսում, գյոզ դնում կամ գախնա լսում կամ երեպիսկ եք անձնական բնույթի բան չէ, Ժորժ ջան։ Հրապարակային ասում եք մենք պատասխանում ենք, չանենք, այսինքն դուք ուզում եք դուք դից վերջի խոսքը դուք ասեք ու ծրվեք տներով ախպեր, այսինքն մենք չխոսանք, չքննարկենք, բան չասենք ձեզ, չասենք, որ այստեղ սխալ եք ասում, այստեղ սուտ եք ասում, այստեղ փորձում եք մանիպուլացնեք, ընդ որում շատ անհաջող, այստեղ ճիշտ եք ասում, այստեղ չգիտեմ ինչ, այդ սա պիտի ասենք, հարգելի Քրիստինե, եթե դու իրոք ուզում ես ինչ-որ բան անես, որտեվ այդ չորեքշաբթի օրվա բաները իրականում նաև այո ինքնասիրության հետ որոշակի աղերսներ ունեն, ինքնասիրության հետ խնդիրներ ունեն, ասենց ասեմ, այդ գործընթացները, որոնք տեղի ունենում ամեն քառօրյա նիստի չորեքշաբթի օրը ազգային ժողովում։ Խնդրում եմ խոսասք հարգելի Քրիստինե ջան, ես քեզ որպես քո ընտրող, քո քեզ ընդդիմադիր падգամավոր համարող քաղաքացի աչք չունեմ քո աթոռի վրա, քո մանդատի վրա, քո ոչ փողի, ոչ բանի վրա աչք չունեմ։ Հիմա զուտ որպես քաղաքացի, որպես քեզ կստացի նաև անձնապես հարգող եւ սիրող մարդ։ Ասում եմ, Քրիստինե ջան, խոսա քո խմբակցության ներսում, քո մտերիմ падգամավորների շրջանակում, ասենց ասեմ, ոչ միայն խմբակցության ներսում կարող դա նաև խմբակցությունից դուրս լինի ավելի լավ։ Քո քաղաքական առաջնորդների հետ, քո քաղաքական ղեկավարների հետ խոսա, բացատրի, փորձիր անել քո միակ գործառույթը, որովհետև դրա չանելու պատասխանատուն լինելու եք անհատապես դուք падգամավորները։ Մարդիկ, ովքեր падգամավոր չեն, եթե ձեզ փորձում են բացատրեն, որ դա պետք չի անել եւ այլն, իրանք պատասխանատվություն անձնապես չեն կրելու, իրանք ռեպուտացիոն ռիսկի գոտում չեն։ Ռեպուտացիոն ռիսկի գոտում գտնվում են բոլոր այն падգամավորները, կռախի, ռեպուտացիոն կռախի ռիսկի առաջ գտնվում են բոլոր այն падգամավորները, ովքեր անգործություն կդրսևորեն իմպիչմենտի նկատմամբ, իմպիչմենտի իրենց միակ գործիքի նկատմամբ, կփորձեն ժողովրդին բացատրել երկար-բարակ, թե ինչի դա իրանք չարեցին։ Ընդ որում իմպիչմենտի ցանկացած կոնֆիգուրացիային մենք միայն կողմ ենք, այսինքն կարաք դուք նախաձեռնեք ձեր տեխնացիով, կարաք կպնեք ուրիշ նախաձեռնության, էլի ձեր տեխնացիով, կարաք բանակցեք ուրիշ մարդկանց հետ, ձեր տեխնացուի մասով, ձայների մասով, կարաք ուրիշ նախաձեռնությանը միանաք իրանց տեխնացիով, այսինքն լուբոյ կոնֆիգուրացիան մեր համար ընդունելի է որպես քաղաքացիների, մենք չենք ասում, այս ինչ մարդում դրեք, այսքան մարդով քվեարկեք, մենք կարանք, եթե իրոք ցանկություն ունեք, Քրիստինե ջան, կարաք գաք միասին ստրատեգիան իրար հետ քննարկենք, ես ձեզ իմ ստրատեգիան ներկայացնեմ, դուք ձեզ դա ասել եմ, կանչել եմ, ձեզ հրավիրել եմ, փակ որ բան անեք, դուք չեք եկել։
տպավորություն ստեղծվել, որ դուք ընդհանրապես որևէ հարց չունեք ինձ տալու։ Եթե հարց չունեք, եթե ուրեմն դրանից բխում է, որ այն ինչ որ ձեր հետ հիմա կատարվում է, առնվազն արդար է, ասենց ասեմ։ Impeachment-ը արդեն քաղաքական օրակարգում է, ու դա այլևս որևիցե կերպով իմ կամ Էդգար Ղազարյանի կողմից կառավարելի չի այդ օրակարգը։ Այսինքն, եթե նույնիսկ մենք հետ քաշվենք այս, եթե, չնայած երբեք չի լինելու դա, մենք մինչև վերջ գնալու ենք, բայց եթե պատկերացնում ենք, որ ես դուք Facebook-ից ջնջում եմ, ասում եմ, «Սո ախպեր, ես ինչ կարացա արեցի, ցվրվում եմ իմ գործերով», Էդգարն էլ իր գործերով։ Դրանից impeachment-ի գործընթացը ստոպ ուղղակի չի լինի։ Ուզում եք, եթե ուզում եք, կարանք փորձենք տենակ, որ դա տենց կլինի։ Չի լինելու։ Impeachment-ի գործընթացը չի մարելու, այլևս մինչև ձեր սիրելի 2026 թվական, որին անհամբեր սպասում ենք։ Ազգային ժողովի այդ խփոցիների ժամանակ չորեքշաբթի օրվա մի հատ էլ բան եղավ, որը որ ոչ մեկ չխոսած։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Հետևաբար, այդ պահից սկսած ընդդիմությունը երկու տեսակ է, երկու մասի է բաժանվում, տեսակ չասեմ, մեր երկրում։ Մաս համար առաջին, ով որ ասում է, եկեք ոչ մի բան չանենք, նստենք, սպասենք 2026 թվին ընտրություններին բալքի մի բան լինի։ Պայքարենք ընդդիմադիր լիդերի, ընդդիմադիր առաջնորդի դիրքերի համար 26-ին ընտրություններով մի կռուգել փորձենք խաբենք ժողովրդին։ Դա մի հատվածն է։ Կամ չգիտեմ, միգուցե ինչ-որ ընդդիմադիրներ կան, որ իրենք լուրջ հավատում են, որ իրանք կարան լուրջ հաջողություններ ունենան Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական 2026 թվականի ընտրություններում։ Մի հատ վատ լուր ունեմ ձեզ ասել։ Այդ նույն օրացույցից Նիկոլն էլ ունի տունը, որ վրան գրած 2026 թիվ հունիս ու այդ թերթերը նույն ձևի ինքն էլ է ճղում, ինքն էլ է հասկանում, որ հերթական ընտրություններ է գալու եւ ինքն էլ է պատրաստվում։ Այդ ինտիմության մի հատվածն է, որ ասում է եկեք ոչինչ չանենք, սա ինձ շարունակենք չորեքշաբթի օրերը խփոցիներ սարքելով, ժողովրդի աչքին թոս փչելով, յանի այտենց մենք լուրջ ընդդիմադիր գործունեություն ենք անում։ 26-ին եկանք ասենք ախպեր, այս սա ներկայացնենք վիդեոյով, ասենք, ահա այստեղ խրոխտ հարց ենք տալիս Նիկոլին, Նիկոլը կոմֆորտ զոնայից դուրս է գալիս։ Ինչ ասես ռոլիկներ սարքելով մի կռուգ է խափեն։ Ես բացարձակ դեմ չեմ։ Խափեք, եթե կարեք, եթե այս ժողովուրդը մի հատ եք խափվի, ձեզ ուրեմն լրիվ հասնում է, բացարձակ խնդիր չեմ տեսնում։ Եվ ընդդիմության երկրորդ հատվածը, որ ասում է impeachment։ Հարգելի ժողովուրդ, կրկնում եմ, ընդդիմության երկու ուղղություն կա։ Հարգելի լրագրողներ, ընդդիմության երկու ուղղություն կա։ Ընդդիմություն, որը նստած սպասում է 26 թվին, եւ ընդդիմություն, որը այս պահին փորձում է պայքարի միակ եւ մինչեւ հիմա չգիտես ինչու չօգտագործված գործիքը արդյունավետ կիրառի։ Սա է իրականությունը։ Մնացածը ուղղակի սրտաճմլիկ տեքստեր են, որը դնում ենք, ասում ենք, չգիտեմ, մեր ընկերները լայքում են, մեր մոտերիմները, ովքեր որ ում համար այդ ամեն ինչը իրականում դիտելը ահա որ տհաճա ցավ է, իմ համար էլ է ցավ։ Ասենք ինչ տարբերություն Աննա Գրիգորյանին է վրային հարցակվում, թե իմ քրոջ, ասենց ասեմ, ինչ տարբերություն։ Բացարձակ ոչ մի տարբերություն իմ համար։ Նույն ցավը ես կապրեմ։ Եթե իմ քույրը լիներ պատգամավոր, հարց տար Նիկոլ Փաշինյանը, հարցակվեին վրան ինչ-որ բաներ էին, ինչն է տարբերությունը իմ համար։ Ոչ մի բան, չէ՞ որ Աննա Գրիգորյանին ես էլի պատվիրակել եմ ազգային ժողովրդի իմ ընդդիմադիր հայացքներն դե արտացոլի։ Բայց երբ որ դա դառնում է արդեն պարբերական բնույթ, արդեն 4 տարի է դա հետա նույնն է լինում, այդ ժամանակ կներեք, բայց դա արդեն ոնց որ թե այդ մարդկանց ընտրությունն է։ Ամեն չորեքշաբթի այդտեղ ինչ որ իրավիճակի մեջ հայտնվել, արդեն ես այ որ գրել եք հայտարարության մեջ մենք կասկածներ ունենք, որ impeachment-ին իրական նպատակը, այս կասկածներ ունեմ, որ ձեր այդ չորեքշաբթի օրվա կիլդիմների իրական նպատակը ընդդիմադիր գործունեությունն է, անկեղծ արդեն որտեվ
Գիտեք 4 տարի նույն բանն ենք տենում, մենք անդադ նույնը։ Տպավորությունն է, որ մենք իշոր արդեն մի հատ իշոր, չգիտեմ, անենց գործընթաց ենք ականատես լինում, որի բոլոր կողմերը այդ գործընթացի հետ արդեն օքեյ են։ Ընդդիմությանը կոչ եմ անում ոչ թե մանդատները դնել, ոչ թե հելնել գրիվ տալ, հարցեր տալ այդ հարցը, չէ, եկեք Ժորժ ջան, եկեք ակտիվությանը ոչ թե կոչ եմ անում, այլ խնդրում եմ միավորել իմպիչմենտի համար անհրաժեշտ ուժերը, դրանք ստորագրությունների տեսքով են, դրանք վարչապետի միասնական Նիկոլ Փաշինյանի փոխարինող վարչապետի միասնական տեխնոզի շուրջ քննարկումների տեսքով են, լիքը ընդդիմադիր դաշտում լիքը աշխատանք կա, որը չի արվում, չգիտես ինչի մնացել է իմ ու Էդգարի վզին, այդ մենք ենք սաղի տեղը անում, դուք էլ այնտեղ սենց չորեքշաբթի օրերը ձեր համար զբաղվում եք, սենց է ստացվում, եկեք, եթե ձեզ այդ դուր գալի հետ էլ արեք, խնդիր չի, այսինքն նկատի ունեմ հարցեր տալը, իրան տենց մերկացնելը, կոմֆորտ զոնայի դուրս բերելը, բան, դա էլ արեք։ Բայց եթե գործ եք ուզում, արդյունք եք ուզում, ոչ թե տենց պրոց բուրըն գործունեության իմիտացիա եք անում, ախպեր, եկեք, կամ ես գամ, կամ ես ու Էդգարը գանք, կամ ինձ չեք սիրում Էդգարը թող գա, Էդգարին չեք սիրում ես կգամ, երկուսից չեք սիրում ուրիշ երրորդ մարդ կա, գտնենք։ Եկեք իրական օրակարգի շուրջ միասնականության ձևավորման, կրկնում եմ, հարգելիներս, դուք այսօր փորձում եք որոշներին ավերաբերվում, էլի լրիվ ինչ է, բոլոր այն ընդդիմադիր պատգամավորները, ովքեր այսօր պատգամավորները, ովքեր փորձ են խուսափել իմպիչմենտի օրակարգից, այդ պատգամավորները մոտիվացիա ունենալով, որ 26 թվին էլի նորից կլինեն ազգային ժողովում, վստահեցնում են, որ դա տենց չի լինելու։ Իրանք համ կգործնեն իմպիչմենտի հնարավորությունը, համ էլ ես վստահ ձեզ ասում եմ, այս մասը արդեն ավելի երաշխավորված եմ ասում, որ կգործնեն ազգային ժողովում 26 ընտրությունների արդյունքում հայտնվելու հնարավորությունը։ Եթե հանրությունը սկսեց ձեզ արդեն անտագանիզմով կֆրտել, դուք վաղվա ձեր ընդդիմադիր ցուցակներում պրոստը չեք լինելու։ Ընդդիմադիր ցուցակներում վստահեցնում եմ ձեզ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը, չեմ տեղայնացնում խմբակցությունների, 26 թվի ցուցակներում ուղղակի չի լինելու, որովհետև երբ որ այսօր դու հրաժարվում ես իմպիչմենտից, դու ունենում ես իմիջային մեծ վնաս, ռեպուտացիոն կռախ, իսկ ցուցակում վերցնել Զավեդը ռեպուտացիոն կռախ ունեցած մարդկանց, ես վստահ ձեզ ասում եմ, դա չի լինի։ Հետևաբար, եթե դուք հիմա չմիանաք իմպիչմենտի գործընթացին, անհատապես դուք բոլորդ լինելու եք այնքան որակազրկված, որ ձեզ 26 թվի ցուցակում պրոստը իրոք արդյունավետության առումով նաև ձեզ վերցնելը չի լինելու ճիշտ որոշում։ Այսինքն ստացվում է, որ ձեզ այսօր փորձում են օգտագործեն իմպիչմենտի գործընթացը կանխելու, իմպիչմենտի գործընթացը վիժեցնելու համար, որ վաղը ձեզանից ազատվեն։ Այսինքն ստացվում է, ես ձեր լավն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ լավ լինի ձեր համար, հարգելիներս։ Ես ուզում եմ չունենաք այդ ռեպուտացիոն կռախը, այդ խայտառակությունը չապրեք դուք, որովհետև չեմ համարում, որ դուք դրան արժանի եք։ Անկեղծ եմ ասում, չեմ համարում, որ դուք արժանի եք խայտառակվելու։ Ձեզ բոլորիդ սաղին սիրում եմ, հարգում եմ, ընդունում եմ, մի հատ խնդրում եմ, այս մոտ ուղեղները բացեք, լսեք ինչ եմ ասում, էլի։ Լսեք, խնդրում եմ, մի պատասխանեք, պրոստը լսեք, Լիստիկ ջան, խնդրում եմ լսես այս խոսքս։ Այս խոսքի տրամաբանական շղթան հասկանաս։ Իմ ընկերներ ջան, լսեք ինչ եմ ասում։ Եթե դուք ուրիշը ձեր ձեռքով վիժեցնի իմպիչմենտի գործընթացը, դուժելու եք դուք, ոչ թե ուրիշը։ Իսկ ուրիշը 26 թվին ձեզ չի վերցնելու իր ցուցակ, որովհետև դուք այսօր արդեն իր իսկ քաղաքական կապրիզի պատճառով վարկաբեկվելու եք։ Վարկաբեկված մարդկանց անհատերին չեն վերցնում 26-ի ցուցակներ։ Այս տրամաբանական ցիկլոչքեն պարզ է, չէ՞ ձեզ համար, դրա համար։ Նույնիսկ եթե ձեր մոտեցումները, նկրտումները շատ նորմալ եմ համարում, քաղաքական գործունեության շարունակումն է ազգային ժողովում, շատ նորմալ է դա, վատ բան չի, ես դա
շատ լավ եմ վերաբերվում դրան։ Իմը տենց չի, բայց ձեր մասով լրիվ օքեյ եմ համարում, ես չեմ ուզում ազգային ժողով։ Հետևաբար դուք ոչ թե այսօր պետքա հլու հնազանդ դեմքով կատարեք ինչ-որ մեկի, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում այս պրոցեսում ձեզ ներքաշելու համար, ոչ թե ինչ-որ մեկի հրահանգները պետք է կատարեք, այլ պիտի այդ ինչ-որ մեկի մոտ կամ ձեր շրջանակներում բարձրացնեք այս հարցը, որ ախպեր խենք փախնում այս թեմայից, եկեք հակառակը կպնենք, արդյունավետ դարձնենք, հաղթենք, կրենք, խոսք ենք չտվեք 21 թվին, որ կրելու են, կրենք ախպեր, դա ձեր հաղթանակն է լինելու, իմը չի լինելու, ոչ իմը, ոչ Էդգար Ղազենը, ոչ մեկի, դա եթե հաջողվի, դառնալու է ձերը, ձեր հաղթանակը դուք եք այդ թղթաբանորեն, այդ պրոցեսի տերը դուք եք, ես չեմ, ես հաղթանակի հասնելու օրը գալու եմ, փաթաթվեմ ձեզ, պատճեմ, ասեմ, իշ լավ, հավեսով ուսուսի տված հաղթեցինք Ժորժ ջան, բայց եթե դուք, եթե ինչ-որ մեկը ձեր համար նախատեսել է, ինչ-որ մեկը նախատեսել է Նիկոլին հարմար ընդդիմության կարգավիճակը, Նիկոլին հարմար ընդդիմությունը էս է, երեխեք ջան, Նիկոլին հարմար ընդդիմությունը այն ընդդիմությունը, որը impeachment չի նախաձեռնում, տարբեր պատճառներով, Նիկոլին հարմար ընդդիմությունը չորեքշաբթի գալիս է ընդ է քֆրտոցա ուտում, դա էլ է իր պարտականությունների մեջ մտնում։ Նիկոլին հարմար ընդդիմության պարտականությունների մեջ մտնում է, Նիկոլի առաջ պարտականությունից, չորեքշաբթի գալ այդտեղ Նիկոլը, որ այդտեղ իրան տենց տղազ գա, էլի, գա չգոռա, ճվարը, բաներ անի, ու մենք սաղս գլխի կոր մնանք այդ գործընթացից։ Դա լավ, որտեղ դրանից Նիկոլի վարկանիշը միայն աճում է, Նիկոլը ավելի իր թիմի ներսում ամրապնդվում է, որպես կատու ճղող, չենք չի բանելում, էլի որ ինքը կանանց վրա է ինքնահաստատվում, բաներ անում, ասենք պատերազմի հաշմանդամ գեներալի վրա է գոռում, բանը, այդ չի կադրից հասկացվում է, որ Նիկոլը տենց ինչ-որ թափա տալիս, սաղ ընդդիմության, այդ թվում նաև իմ վրա։ Էլի ոնց բացատրեմ, Ժորժ ջան, ասենք Պարզ եմ բացատրում ես ձեզ ամիջ, ու եթե ձեզ թվում է, եթե ինչ-որ մեկին թվում է, որ Նիկոլին հարմար ընդդիմություն լինելը կանցնի աննկատ, ոչ մեկ չի ջոգի, որ իրանք տեղավորվել են Նիկոլի հարմար ընդդիմություն դերում, ինչ-որ մարդի պատկերացնենք պատգամավոր, կա, որը մտածում ախպեր խի չէ, որ են փողը տալիս են, ինչ պետք է անեի, Լերված եմ հմիդի չորեքշաբթի նա թողա մտ ճավա գոռա բան գնա ախպեր մեզ ինչ ապել գնա 26-ին նորից եթե ինչ-որ մեկին թվում է որ ինքը գլուխը մցրել է ավազի մեջ ու ինքը չի երևում այդ մարդը չարաչար սխալվում է չարաչար Ժորժ ջան որովհետև Նիկոլին չհեռացնելը ունի կոնկրետ մեղավորներ անուն ազգանուններով Եվ impeachment-ի գործընթացը հենց այն պարզ պահն է, կստացի ԿՊ-ի համար, որ դուք ԿՊ-ի համար է նախատեսված այս հարցը, էլի, որ դուք Նիկոլի հանցակիցն եք, թե հանցակիցը չեք, բայց այդ խոսույթը այդ հարցապնդումը արդեն տեղափոխվում է կներեք անկախ մեր կամքից ընդդիմադիրների դաշտ, արդեն ոնց որ թե ընդդիմադիրներն էլ նաև այդ հարցին որոշ ընդդիմադիրներ պետք է սկսեն պատասխանել, հանցակից են, թե հանցակից չեն Ես եթե ինչ-որ բան Ժորժ ջան սխալ եմ ասում անտրամաբանական բան խնդրում եմ գրեք ասեք պարոն ջան սխալ ես ասում Այս ինչ բանը չափազանցնում ես այս ինչ բանը քիչ ես ասում ասեք Ժորժ ջան ես ասում եմ այն ինչ որ դուք բոլորդ մտածում եք ամեն տեղ էտա խոսվում Քրիստիկ ջան ամեն տեղ հայ ոչ թե այդպես դուք ինձ ասում եք Մալյան Նարեկը տականքը սրիկը այնպես sense հարցեր է բարձում Քրիստիկ ջան ես չեմ արի այդ մարդիկ ովքեր մտել են կոմենտել են քո բանի տակ երթվում եմ դրանց 95%-ին սկի չեմ է ճանաչում Քրիստիկ ջան դա հանրային տրամադրությունն է ուզում եմ հասկանաս էլ այսինքն դա ինձնից չի կախված դա ես չեմ գեներացնում դա ես չեմ այդ մարդկանց ասում մտեք կոմենտեք դա ոչ մի ինչ-որ մութ ուժ չի Ժորժ ջան հանրությունը ձեզանից մի բան է ակնկալում ձեզ ձայն տված հանրության մասին է խոսքը ընդդիմադիր հանրության մասին է խոսքը ակնկալում է impeachment Ակնկալում է դուք գործ կանեք, դուք չեք կարանալու հանրությանը խաբեք ուրիշ բաներով, ասեք էսի կանեմ, բայց impeachment չեմ անի, չեք կարանալու, որովհետև ձեզ թվում է, որ դուք հանրությունից բոլորից
շատ ավելի խելացի եք, ավելի եք հասկանում, մենք էլ խոտ ենք ուտում, չենք ջոգում, որ դուք impeachment-ից թռնում եք։ Փոխարենը մեզ փորձում եք ինչ-որ բան անեք, Ցեզար սալատ մատուցեք, ախպեր չենք ուզում մենք չենք ուզում, որ ձեզ ծեծեն, չենք ուզում, որ ձեզ հայոյեն, մենք չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք impeachment անեք, ռադ անենք սրան, բայց ոնց որ թե կներես որոշ պատգամավորներ դա ընդդիմադիր դա ուզում են, իրանք ասում են ավելի լավ այդքան ծեծ ուտենք ամեն ինչ, կանց թե Նիկոլին հանելու process սկսենք, որովհետև կարող է ես իմիջ բան չկա, որից է նախապայման չկա, որովհետև կապրիչ չկա, հենա պատիվ ունենն է բաց պահեց այդ հնարավորության դուրը նաև ձեր համար։ Հետ եկեք կոնստրուկտիվ դաշ, խնդրում եմ։ Առաջադրեք ձեր տեխնացուին, քննարկեք իրանց տեխնացուն, փորձեք ստորագրություններ գեներացնել բան։ Այդ եթե ոչ մի բան չանեք, ինչը այս պահին չեք կարել։ Ոչ մի падգամավոր չի եկե հարցրել Մայլան ջան, այդ որ դու ասում ես impeachment, մի հատ հələ արի դրա աչոտը տուր, մի հատ բացատրի ոնց ես դու պատկերացնում, ոնց ես անում։ Մենք ենք գնում, խնդրում արտախորհրդանական ուժերին հանդիպումներ, գնում ենք աշակերտի նման, կանգնում ենք այդ մարդկանց սաղին չառանց հոգնելու բանալու, բացատրում ենք, ասում ենք, իրանք մեզ սուր հարցերից բայսի ոնց պետք է մենք ասում ենք եւ այլ։ Մենք ենք փորձում այս բոլորը ամեն ինչը բերենք քաղաքական դաշտ։ Ժորժ ջան, Քրիստինե ջան, քեզ եմ դիմում, որտեվ քո հետ է կապված հարցը։ Ով էր տնի պատուհանի մասին եւ շատերը լսել եք, բայց համոզված եմ համերը ոչ մեկը չգիտեք դա ինչ է նշանակում։ Դա ոչ թե դա պատուհան չի կոչվում։ Դա կոչվում ով էր տնի կանոն։ Դասես պետք երկար կանոն է, որտեղ sense բաժիններով դրված է մի գործընթացի, մի երևույթի անընդունելի լինելուց սկսած, ու sense փուլերով գնում է։ Այս վերջի փուլը, որին հասնում է ու դու հաղթում ես, դու որպես այդ օրակարգի ներմուծող արդեն հաղթած ես, կոչվում է քաղաքականություն։ Այսինքն փուլ եկավ, հասավ շատ սեղմ ռեսուրսով, շատ սեղմ ժամկետների մեջ եւ այլն, այս հարցը impeachment-ի մտավ արդեն քաղաքական օրակարգ։ Ոչ մեկ չի կարողանալու այլևս այդ հսկա փիղը, որը սենյակում կա, impeachment-ի օրակարգի տեսքով, այլևս չտենալու տա։ Ոչ մեկ։ Այս օրակարգից ոչ մեկին չի հաջողվելու խուսափել։ Ոչ մեկին։ Այս օրակարգը հնարավոր չի անտեսել։ Այս օրակարգից հնարավոր չի փախնել։ Այս օրակարգից հնարավոր չի աչքերը փակել, յանեմ չենք տեսնում։ Այս օրակարգից հնարավոր չի գլուխը մտցնել ավազի մեջ։ Այդ ամեն ինչը հնարավոր չի։ Մի փորձեք, Ժորժ ջան, այդ եմ ասում, ժամանակ մի ծախսեք, skip արեք այդ մասերը, որտեղ ժամանակ եւ հեղինակություն եք կորցնելու այդ փորձերի ընթացքում։ Եկեք եղբայրաբար եմ ասում ձեզ։ Իմ ընդդիմադիր падգամավոր եղբայրներ եւ քույրեր, եկեք կպնենք միասնական օրակարգի շուրջ, կպնենք, բանակցենք, բոլորիս ուզածը նույն բանն է։ Նույն բանն է, ձեզ խաբել են, որ ինչ-որ ուրիշ բաներ ենք ուզում։ Ոչ մեկ ուրիշ ոչ մի բան չի ուզում։ Առաջի իսկ հանդիպանը դուք կհամոզվեք, որ դա տենց չի։ Կարա գաք, նստեք, ձեր բոլոր պայմանները լսենք, բացատրենք, ընդունենք, բոլոր, ասենք առաջ։ Ոչ մեկի չի թիրախավորում։ Այդ որոշ մարդկանց ֆոբիաների տակ մի մնացեք։ Քաղաքական ֆոբիաների տակ մի մնացեք, ժողովուրդ, մնալու եք։ Ես ձեզ ասում եմ, որ ցավով չեմ ուզում որ դա լինի տենց լինի, բայց դե հիմա դուք ընտրեք ինչ ասեմ։ Այդ վաղ եկեք իրարից չնեղանանք դե։ Հետ հիմա այս լայվը սեյվ եմ անելու, այդ դրանից հետո անդադ որ գասի, բայց ինչի մալյան, բայց խիղճ սենց անում, բան, ես ուղարկել եմ, ասել եմ ցավը տանեմ։ Ես դες ասել եմ, խնդրել եմ 100 անգամ, մենակ այս լայվը չէ, հիմա էլ եմ ասում։ Մի արեք անօգուտ եւ ձեզ վնաս բերող գործողություններ։ Եկեք եղբոր եւ քրոջ նման կպեք, օրակարգի միասնականության շուրջ հավաքվենք, բաց տեղերը իրար հետ քննարկենք, ուժեղացնենք այս ամեն ինչը ու շարժվենք առաջ Նիկոլին հանենք ռադ անենք։ Չորեքշաբթի օրերն էլ ավելի հաճելի զբաղմունք կգտնենք ձեր համար։ Քանց թե գնալ այդ պրիդուրկների հավաքածուների առաջ նսեմ անալն ու ստորանալն է։ Լավ մնացեք Ժորժ ջան, կհանդիպենք։